Բարի լույս, սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշի հիմքը Զաքարիայի մարգարեության 9-րդ գլուխն է, որը կարծեք նախահիմքն է կամ ներածությունն է կամ նախերգանքն է Ծաղկազարդի խորհրդի։ Տեսեք, ինչ է, ինչպես է սկսվում այդ հատվածը։ Ուրախացիր խնդությամբ, դուստրդ Սիոնի, կանչիր ցնծությամբ, դուստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը, հեծած էշի քուրակի վրա։ Սիրելիներ, այո, մի քանի օրեր անց Կիրակի օրը մենք պիտի միասին տոնենք Ծաղկազարդը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ։ Եվ այս հատվածը կարծեք թե այդ մուտքի մասին է մեզ խոսում։ Բայց հիմա կուզեմ մեկ ուրիշ տեղ շեշտը դնել։ Ասում է ուրախացիր խնդությամբ, դուստր Սիոնի եւ կանչիր ցնծությամբ, դուստր Երուսաղեմի։ Գիտեք, սիրելիներս, Սիոնը սուրբ լեռն էր հрьяաների համար, Երուսաղեմը սուրբ քաղաքը հрьяաների համար եւ այսօր նաեւ մեզ համար։ Այսօր մենք այս երկու սրբությունները մեր կյանքի մեջ ունենք։ Այն լեռը, որտեղ հանդիպում ենք մեր Տիրոջը, դա միշտ ես կոչում եմ իմ միտքը, եւ այն քաղաքը, որտեղ հանդիպում եմ Տիրոջը կամ Տիրոջ տաճարն է, դա իմ սիրտն է, դա իմ անձն է։ Սիրելիներս, այս երկու տեղերում պետք է ուրախություն լինի, եթե գիտենք, որ Քրիստոս գալիս է։ Մտքով գիտակցել, հասկանալ եւ ապրել այդ քալստյան խորհուրդը եւ սրտով ընդունել, դիմավորել եւ դարձնել Սուրբ Տաճար մարմինը այն փրկչի համար, որ գալիս է էշի եւ էշի քուրակի վրա նստած։ Ահա այսօր ուրեմն թող մեզ համար սա նախազանգ լինի, որ պատրաստվիր, որովհետեւ Քրիստոս գալու է։ Ծաղկազարդին պատրաստ։ Եվ այսօր մի բանդադառնանք յուրաքանչյուր մեկս, թե որքանով է մեր Սիոնը եւ Երուսաղեմը պատրաստ այդ Քրիստոսին ընդունելու եւ այդ Քրիստոսի համար բնակարան լինելու։ Եվ եթե որևէ բան կա դեռ խանգարող, ուրեմն պետք է կարողանանք մաքրել, սրբել եւ մեր միտքը կենտրոնացնել միայն եւ միայն այդ իրողության վրա։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։